Ֆուտբոլասեր բարեկամներ խաղային երեկոն մեզ մոտ շարունակվում է ու խաղային շաբաթվա վերջին հանդիպումն է մեկ տարկում, որտեղ Կադիսը մրցում է Ատլետիկո Երևանի դեմ եւս մեկ անչափ կարևոր ու հետաքրքիր դիմակայության պատասխան հանդիպանականատես կլինենք այս 50 րոպեների ընթացքում, որտեղ առաջի խաղում Երևանի Ատլետիկոն հաղթել է 2-1 հաշվով Կադիսին Դունամալյանի ու Ակուլյանի խփած գոլերից հետո Կադիսի կազմում պատասխանեց Ֆիդանյանը 1 գնդակով ու տեսնենք հիմա այս խաղում թիմերը ինչ կառաջարկեն մեզ։ Ես հիշեցնեմ, որ այսօր իսկապես Կադիսը ճիշտ է նախորդ խաղում էլ այդ փաստը առկա է, բայց այսօր հիշեցնեմ այն մասին, որ Կադիսը մրցում է առայժմ Winter Cup-ի այս անցած ճանապարհներով անպարտելի թիմի դեմ Երևանի Ատլետիկոն առայժմ այս մրցաշրջանում չունի կրած ոչ մի պարտություն, ինչը շատ քիչ թիմերի է հաջողվում իհարկե նման արդյունքներ գրանցել։ Տեսեք այսօր Կադիսը բնականաբար փորձելու է անել հնարավորինս ինչ կկարողանա, բայց իհարկե Ատլետիկոն այն փորձառու թիմերից է, ով շատ քաջ գիտակցում է թե խաղի կարևորությունը, թե իհարկե մրցաշարը շարունակելու հետագա պլաններ ու կարծում եմ այսօր իհարկե Երևանի Ատլետիկոն այլ տրամադրվածություն ունի այս հանդիպան համար Կադիսը լրիվ այլ եւ տեսնենք թիմերից որ մեկի բաժին կհասնի դեպի 1 քառորդի ուղղագիր։ Հիմա եկեք արագորեն ծանոթանանք թիմերի հայտարարությունների հետ, սկսենք Ատլետիկոից։ Աշոտ Գասպարյանը պաշտպանում է դարպասը համար 1, Թովմաս Սարգսյան համար 8, Գագիկ Ակուլյան համար 9, Ռաֆայել Ազիզյան բարձր ստացվեց այստեղ Ազիզյանի կատարած հարվածը։ Ակուլյանը նաև թիմի ավագ թե Արման Ավդալյան համար 6, Ռաֆայել Ազիզյան համար 11, Ալեքս Մանուշյան համար 13, Արտուր Ղանդիլյան համար 20, Ռաֆայել Մկրտչյան համար 22 եւ Ժորա Գևորգյան համար 80։ Թիմի գլխավոր մարզիչն է Հայկ Միրզոյանը։ Կադիս Հայկ Լալազարյանը պաշտպանում է դարպասը համար 1, Վարազդատ Դուրգայան համար 3։ Նա թիմի ավագն է, Շիխանյան բացված է հաշիվը 1-0 այս խաղում։ 2-2 ընդհանուր դիմակայությունում դիմակայության հաշիվը հավասար է այս պահին։ Պասիկ Կարեն Շիրխանյան 1-0 այս խաղում 2-2 դիմակայությունում այո շատ արագ իսկապես Կադիսը բացեց այս հանդիպան հաշիվը, նույնիսկ Կադիսի ամբողջական հայտարարությունը չհասցրի ներկայացնել, երբ Շիրխանյանը աչքի ընկավ ու տեսնենք այս բաց թողած գնդակից հետո Ատլետիկոյի համար իհարկե այս խաղում ինտրիգը էլ ավելի է, մեծանում էլ ավելի է, հետաքրքրանում իհարկե նաև Կադիսի տեսանկյունից շատ իսկապես հաջող մեկնարկ, էլ ավելի հաջող մեկնարկ Կադիսը պարզապես այս խաղից առաջ չէր կարող պատկերացնել, անմիջապես 2-րդ րոպեի դրությամբ Շիրխանյանը աչքի ընկավ ու տեսնենք մնացած ժամանակահատվածում թե Ատլետիկոն թե Կադիսը ինչ կփորձեն առաջարկել մեզ։ Հիմա եկեք սկզբից ներկայացնեմ Կադիսի հայտարարությունը, սկսենք դարպասապայից, Հայկ Լալազարյան ներողություն պաշտպանում է դարպասը համար 1, Վարազդատ Դուրգայան համար 3, նա թիմի ավագ թե Հայկ Ղևոնդյան համար 4, Կարեն Ավետիսյան համար 5, Սևադա Օհանյան համար 10, Արմեն Բաբախանյան 14, Ռուբիկ Ջուլակյան համար 23, Կարեն Շիրխանյան համար 27, Ռոբերտ Ֆիդանյան համար 80 և Սրապիոն Բալալաբոյան համար 22։ Մանուչանյանն է գնդակով, երկար փոխանցում, շատ լավ փոխանցում դեպի Թովմաս Սարգսյանը, բայց այստեղ ընթացքից փորձեց մի անգամից հարվածել Սարգսյանը գլխով ու հարվածը մի փոքր բարձր ընթացավ Թովմաս Սարգսյանի կատարած։ Ու Լալազարյանը կսկսի դարպասից երկար փոխանցումով գնդակ ուղարկում է առաջ, Ակուլյանը առաջինն է դաշտի միջին հատվածում դեպի Ռաֆայել Ազիզյանը, բայց Դուրգայանը շատ հաջող գործեց այս իրավիճակում, Մկրտչյանը լեռացնում է գնդակը, Արման Ավդալյանը ընդունեց գնդակը, բայց սայթակեց ու հետո կորցրեց Շիրխանյան։ Շատ լավ մտահոգացում էր, բայց այստեղ հիմա դադարեցնում է մրցավարը հանդիպումը, իհարկե հարված ստացավ Օհանյանը
մարմնին Թովմաս Սարգսյանի գնդակի հեռացնելուց հետո ու հիմա հասկանանք եթե ամեն ինչ կարգին է Օհանյանի հետ նոր իհարկե մրցավարը կսուլի ու կշարունակի հանդիպումը այո Օհանյանը խաղը դաշտում է ծափարություններ այս իրավիճակում երկու թիմերին էլ նախ իհարկե Ատլետիկոին հանդիպումը դադարեցնելու համար հետո գնդակը մրցակցին հանձնելու Ֆիդանյան մնաց գնդակով Կադիսը դեպի Բաբապլոյանն է ուղարկում գնդակը ու այստեղ Սարգսյանը փակեց գնդակի ճանապարհը ես իսկ նետի Կադիսը Օհանյան շատ լավ նկատեց Շիրխանյանն էլ հարվածում է բայց բարձր է ստացվում Շիրխանյանի այս կատարած հարվածում հարված կլինի Աշոտ Գասպարյանի պաշտպանած դարպասից Ալեքս Մանուչարյան գտավ կենտրոնում Ազիզյանն էլ դեպի Սարգսյանն էր ուղարկում բայց այստեղ Դուրգայանը առաջինն է արձագանքեց գնդակին դնաց գնդակը Երևանի Ատլետիկոյի մոտ Մկրտչյան դեպի Սարգսյանը Ազիզյան այո իսկապես Ատլետիկոն շատ հաջող խմբային փուլ ունեցավ 17 հանդիպումից հետո 1 ոչ հոգի եւ 16 հաղթանակ Կադիսն էլ իհարկե վերջին տուրերում տարավ հաղթանակներ ու 8-րդ հորիզոնականով հաղթարեց խմբային փուլի արգելք ու ահա այսպես թիմերը հանդիպել են Շիրխանյան վտանգավոր է բայց այստեղ կորցրեց հարված կատարելու հնարավորությունը այո թիմերը հանդիպել են 1-8-րդ եզրափակիչում իսկապես շատ հետաքրքիր զույգեր են ձևավորվել արդեն ունենք ձևավորված զույգեր Ինտերքափի 1/4-ում նախ շատ հետաքրքիր դիմակայության կտեսնենք Վիլյարեալի ու Ատալանտայի միջև Ակուլյան այս գրոյից հետո խոսեմ այս զույգի ակտորի մասին Սարգսյանն է հարվածում բայց այստեղ Լալազարյանը փրկում է Կադիսին այո այս զույգի ակտորը 1/4-ում կմրցի Սելտայի հետո Վրոպեներ առաջ հաղթանակ տարավ Մանչեսթեր Սիթիի նկատմամբ պարտվել է 4-2 առաջին խաղում Սելտան բայց այս խաղում 3-1 հաշվով տարավ հաղթանակ ու հետո հետխաղային 11 մետրանոց հարվածաշարում ավելի ուժեղ գտնվեց հիմա էլ Ավդալյանն է ընթացքից հարվածում բայց Լալազարյանը փրկում է ու Սելտային բաժին է հասնելու կամ Կադիսը կամ Ատլետիկոն 1/4-ում այո շատ հետաքրքիր զույգ է իսկապես ձևավորվելու այդտեղ Վիլյարեալ Ատալանտա զույգի մասին արդեն խոսեցի Բորուսիա Մյունխենգլադբախը սպասում է Լեռնային Արցախ Մոնակո դիմակայության հաղթողին որպեսզի այդտեղ նույնպես պարզ դառնա այդ զույգը իսկ ահա արդեն հիմա Սարգսյանը նորից ընթացքից հարված էր կատարում բայց փակվեց չնստեց գնդակը Սարգսյանի ոտքին հետո էլ փակվեց երկրորդ հարվածի ճանապարհը Եվ մյուս զույգն ձևավորվել է 1/4-ում Վերդերի եւ Արաքսի միջև այսօր Արաքսը կամային հատկանիշ է ցուցաբերեց ու 4-1 հաշվով հաղթեց Յուվենտուսին հիշեցնեմ առաջին խաղում Արաքսը կրել էր պարտություն 2-0 հաշվով ու այսօր կարողացավ 4-1 հաշվով տանել հաղթանակ ու նվաճել 1/4-ի ուղեգիր Ղանդիլյան ուղարկում է գնդակը Գագիկ Ակուլյանին Ակուլյանն էլ հարվածեց բայց Լալազարյանը այստեղ վերցնում է գնդակը թույլ ստացվեց մի փոքր Ակուլյանի կատարած հարվածը Ավետիսյան ուղարկում է գնդակը Ջուլհակյանին դեպի Դուրգարյանը Ֆիդանյան նկատեց կենտրոնում Ջուլհակյանին ու կատարեց փոխանցում Ջուլհակյանն էլ լավ ուղարկեց գնդակը առաջ Օհանյան, այստեղ կա Մկրտչյանի ճնշումը թիկունքին շատ արագ ազատվում է Օհանյանը գնդակից ուղարկելով Կանեն Շիրխանյանին, Շիրխանյան եւս մեկ փոխանցում այստեղ հնարամիտ կերպով էր մտածել Սևադա Օհանյանը փորձեց չդիպչել գնդակին ու խանգարել այդպես դարպասապակ Գասպարյանին կողմնորոշվելու հարցում, բայց իհարկե Գասպարյանին այսպիսի հեշտ հնարքներով իհարկե չես զարմացնի շատ փորձառու դարպասապ է այսօր կանգնած Ատլետիկոյի դարպասում ու պետք է ավելի լավ հարվածներ փորձել կատարել որպեսզի իհարկե խոցել Գասպարյանի դարպասը հիմա խախտեց խաղի կանոնները Կադիսի ֆուտբոլիստը Ավդալյանն է պայքարում ու հիմա դեղին քարտ է ստանում Ատլետիկո Երևանի գլխավոր մարզիչ Հայկ Միրզոյանը Նաև Ղանդիլյանը զգուշացվեց այս իրավիճակում
Մանուչարյան Այո, այսօր իսկապես Ատլետիկոն այնպես չէ, որ իր ամբողջական հայտարարությունով է ներկայիս հանդիպանը շատ կարևոր ու առանցքային ֆուտբոլիստներ են բացակայում Ատլետիկոյի հայտարարությունում։ Չկա այսօր Գևորգյանը, չկա Մարկարյանը, բացակայում է Վահե Գալստյանը, Ռևազյանը չկա նաև իսկապես շատ առանցքային ֆուտբոլիստներ։ Դունամալյանը ունի որակազրկում եւ ներկա չէ այս հանդիպանը։ Մի խոսքով ես միանգամից նշեցի 4-5 ֆուտբոլիստի, ովքեր այս խաղում չեն կարողանում օգնել Ատլետիկոյին, բայց իհարկե փորձելու է Ատլետիկոն այդ ֆուտբոլիստերի բացակայության պայմաններում անել հնարավորինս այս խաղում։ Ֆիդանյան տարավ այստեղ գնդակը, հետո մաքուր գործողություն տեսակ Թովմաս Սարգսյանից ու կար խաղի կանոնների խախտում Սարգսյանի դեմ պայքարում։ Մանուչարյանն է գնդակի մոտ ուղարկեց գնդակը Ղանդիլյանի ուղղությամբ Արտուր Ղանդիլյանը աչեզրում է, տեսնեք իր որոշում իրականացնի, բայց փակվեց Ղանդիլյանի փոխանցման ճանապարհը, հետո էլ Ակուլյանի եկավ փոխօգնության Մկրտչյան, բայց ուժեղ ստացվեց այսօր Մկրտչյանի կատարած փոխանցումը ու հարվածքը տեսնենք Լալազարյանի դարպասից։ Շիրխանյան Մնաց գնդակով Շիրխանյանը, Ակուլյանն է այստեղ պայքարում Շիրխանյանի դեմ ու կարողացավ վերացնել գնդակը Շիրխանյանի ոտքերի տակից թույլ չտալով մոտնալ Տուգանային հրապարակին, իսկապես շատ լավ պաշտպանվեց Գագիկ Ակուլյանը այստեղ։ Հիմա անկյունային որը կիրականացնի Կադիսը։ Կա փոխանցում է հեռացված է գնդակը Ատլետիկոյի Տուգանայինի մատույցներից ու եզրից է նետելու հիմա էլ Կադիսը։ Ավետիսյան դեպի Ֆիդանյանը ուղարկեց գնդակը, շրջվեց Ֆիդանյանը, Պապապլոյան, լավ նկատեց Շիրխանյանին, բայց փոխանցումը թույլ կատարեց ու հիմա նետվում է առաջ Ատլետիկոն։ Ազիզյանը ընդունեց գնդակը ու դեպի ձախ ուղարկեց Թովմաս Սարգսյանի ուղղությամբ, բայց Սարգսյանը չընդունեց այստեղ գնդակը ու եզրից կնետի Գուրգարյանը, Ֆիդանյան, ուժեղ փոխանցում դեպի Տուգանայինի մատույցներ, Մկրտչյանն է հեռացնում գնդակը ու ստացվեց այն փոխանցում Ազիզյանի համար։ Կրկին Մկրտչյան, Թովմաս Սարգսյան, նորից խաղարկում է գնդակը Մկրտչյանի հետ ու դեպի կենտրոնը Ալեքս Մանուչարյանն է այստեղ շատ լավ ընդունեց ու փոխանցեց Մանուչարյանը Ղանդիլյանին, ևս մեկ փոխանցում դեպի Սարգսյանի ուղղությամբ, բայց բրավո այստեղ Դուրգարյանին շատ ճիշտ դիրքում հայտնվեց ու փակեց փոխանցման ճանապարհը Թովմաս Սարգսյան նորից Ատլետիկոն է գրոհում։ Գեղեցիկ անցում Սարգսյանից, գեղեցիկ փոխանցում ու Ազիզյանի մոտ չստացվեց այստեղ եզրափակել այս հրաշալի անցում փոխանցումը, որը կատարեց Թովմաս Սարգսյանը, իսկապես շատ հնարամիտ գործ է Սարգսյանը այստեղ ու եթե Ազիզյանը այս դրվագը ավարտել գոլով, ապա շատ գեղեցիկ էր ստացվում ամեն ինչ Ատլետիկո Երևանի ֆուտբոլիստների կատարմամբ։ Հիմա Ջուլակյանն է սկսում դարպասից երկար փոխանցում առաջ Բաբաբլոյանը ընդունեց Սևադա Օհանյան, կրկին Բաբաբլոյան հարված, բայց իհարկե Գասպարյանը նկատեց, որ շեղությամբ է ստացվում հարվածը ու այդպես պատճառով չմիջամտեց այստեղ գնդակի ընթացքին։ Մանուչարյան դեպի Ազիզյանը, Մկրտչյան, շատ լավ փոխանցում կատարեց Ակուլյանին, Ակուլյանն էլ ընդունել ու շարժվում է առաջ գնդակը Ակուլյան ու Ջուլակյանն է այստեղ էլ խախտում այո խաղի կանոնները, դիպավ Ակուլյանին ու բավական վտանգավոր դիրքով վաստակում է ստանդարտի հնարավորությունը Ատլետիկոն։
ու տեսնենք ստանդարտ ինչ է տալու Ատլետիկոյին Ալեքս Մանուչարյանն ու Թովմաս Սարգսյանն են գնդակի մոտ երկու ֆուտբոլիստներ ովքեր երկուսն էլ կարող են լավ հարվածել Տուգանայինից ու տեսնենք ով է հարվածը կատարելու կա մրցավարի Սուլիչը Մանուչարյանն է մոտենում գնդակին հարվածում ու վաստակում անկյունային հարվածի հնարավորություն այո դիպավ այստեղ Կադիսի ֆուտբոլիստերից որևէ մեկին գնդակ ու լքեց դաշտի սահմանները հիմա անկյունային կիրականացնի Ատլետիկոն Թոմաս Սարգսյանը կիրացնի անկյունայինը Կա փոխանցումը այստեղ Ակուլյանը երկրորդ հարգում առաջինն էր բայց հարվածը չստացվեց իսկ Կանցիսյանը արեց հնարավորինս Ակուլյան ու այստեղ էլ Սարգսյանի փոխանցումները հրաշալի բայց ստացվեց Ակուլյանի մոտ եզրափակել ուժեղ էր ամեն դեպքում Սարգսյանի փոխանցում ու Ակուլյանը իհարկե փորձեց ամեն կերպ գնդակ ուղարկել դարպասը բայց այստեղ պարզապես ասեմ չստացվեց Ակուլյանի մոտ հա այլապես ոչինչ ոչ ոք անել չէր կարող եթե Ակուլյանը ճիշտ հարվածեր իսկ հիմա Կադիսի գրողը բայց ուժեղ էր այս փոխանցումը Կարեն Շիրխանյանի համար ու հարված կլինի Աշոտ Գասպարյանի պաշտպանած դարպասից Մանուչանյան Շատ լավ փոխանցում դեպի Սարգսյանը, ընդունել է գնդակը Թովմաս Սարգսյանը, Դուրգայանն է դիմավորել նրան, Սարգսյան, լավներ փոխանցումը Գագիկ Ակուլյանն էլ հնարամիտ կերպով թողեց գնդակը Ղանդիլյանին, իսկ այս փոխանցումը չհասավ Արման Ավդալյանին, մնաց գնդակը Ատլետիկոյի մոտ, բայց այստեղ Ֆիդանյանը հաջող է գործում։ Իսկ հիմա էլ Բաբաբլոյանի փոխանցումն էլ լավը Շիրխանյան դեպի աջ տարավ գնդակը Շիրխանյանը փոխանցումը կա բայց Մանուչարյանն է հեռացնում հիմա էլ գնդակը Ղանդիլյան թողեց Մկրտչյանին ու շարժվում է առաջ Ատլետիկոն աջ եզրով Ալեքս Մանուչարյան Շատ լավ փոխանցում Ակուլյանն էլ տարավ իր այդ գնդակը միջև վերջ հարված Լալազարյանն է հիմա էլ փրկում Կադիսին Շատ լավ անցում Ակուլյանից իսկապես արդեն պարզապես վերջում մի փոքր ծրվեց անկյունայինից պատճառով Ակուլյանի հարվածը այսպես ստացվեց կար նաև փոխանցման տարբերակ բայց իհարկե չես կարող ասել այդ իրավիճակը ինչպես կավարտվել կարծում եմ ամեն ինչ շատ ճիշտ արեց Ակուլյանը այստեղ միայնակ վճռելով այս դրվագի ելքը ամեն դեպքում հարված կատարեց Մանուչարյան շարժում է առաջ Ալեքս Մանուչարյանը գնդակով դեպի Ակուլյանը շատ գեղեցիկ գործեց Ակուլյանը ու հետ ուղարկեց գնդակը Մկրտչյանին նորից Մանուչարյան շարժում է առաջ Մանուչարյանը կրկին Ակուլյան դեպի աջ տարավ իրենից գնդակը, բայց այստեղ Շիրխանյանը ճիշտ դիրքում էր ու խլեց գնդակը Կարեն Շիրխանյան, տեսնենք ինչ շարունակություն կմտածի Շիրխանյանը, բայց Ղանդիլյանը թիկունքից հրաշալի է աշխատում Ղանդիլյան տարավ գնդակը ափսոս չհասավ այս գնդակի հետևից Ինչ է նշանակել մրցավարը Այո, եզից պետք է նետի Ատլետիկոն Շուլակյան Ազիզյանն է գնացել միջև վերջ պայքարի, բայց մնաց գնդակով Շուլակյան ու եզից կնետի Կադիսը, այո Ակուլյանը այստեղ խլում կարողացավ կատարել Ակուլյանը, Գագիկ Ակուլյան, բայց հետո էլ մի փոքր հեռու թողեց գնդակը կորցրեց Շիրխանյան Ուղարկեց գնդակը Կարեն Ավետիսյանի ուղղությամբ ու ձախ եզրով Ավետիսյանը շարժվում է առաջ Դեպի կենտրոն ներխուժեց, բայց հեռու թողեց գնդակը Շիրխանյան Շիրխանյան հարվածը կա, բայց թույլ ստացվեց այն ու Մկրտչյանը փակեց գնդակի ճանապարհը Շատ լավ գործողություն Ռաֆայել Ազիզյան դեպի Ղանդիլյան ու միացել է գրոյին նաև Թովմաս Սարգսյանը, բայց Ղանդիլյանը մի փոքր ուժ նկատեց Սարգսյանին, հետո կատարեց փոխանցում ամեն դեպքում հասավ գնդակը Սարգսյանին
Տուրգայանն է դիմավորել Սարգսյանին, տեսնեք ինչ շարունակություն է մտածել Սարգսյանը, բայց այստեղ կորցրեց, հետո վերականգնեց գնդակը Թովմաս Սարգսյանը մոտենում է Տուգանայինի մատույցներին Ազիզյան լավն էր ամեն ինչ այս իրավիճակում, բայց Ազիզյանի հարվածը վերջում մի փոքր շեխ ստացվեց, այո Սարգսյանը ամենաճիշտ պահին կատարեց փոխանցում, Ազիզյանն շատ ճիշտ էր հարվածել, միայն չստացվեց այստեղ մի փոքր պտտեցնել գնդակը դեպի անկյուն ու կարծում եմ արդեն եթե Ազիզյանի հարվածը ստացվեր ոչ ոք այս իրավիճակում ոչինչ անել չէր հասցնի, Լալազարյանը նույնիսկ չէր էլ պատրաստվել ցատկել ու հիմա շարունակվում է հանդիպումը Ջուլակյան երկար փոխանցում առաջ այստեղ Ֆիդանյանը կրունկով փորձեց ավելացնել բայց գնդակը բաժանացավ Մկրտչյանին Տուրգարյան Կրկին Շիրխանյան շատ ակտիվ է առաջի խաղակեսում Կարեն Շիրխանյանը Սևադաոանյան լավ նկատեց Ղևոնդյանին աչի եզրում է Ղևոնդյանը բարձից փոխանցում բայց այստեղ էլ ուժեղ ստացվեց այս փոխանցումը Ֆիդանյանի համար ու եզիսն նետելու է Ալտետիկոն Ղանդիլյանը թողնում է գնդակը Ալեքս Մանուչյանին ու շարժվում առաջ Մանուչյանն իշ կտրող փոխանցում դեպի Սարգսյանը կատարեց, բայց մի փոքր ուժեղ ստացվեց փոխանցումը Սարգսյանի համար Ղևոնդյան Ես իսկ նետի Ատլետիկոն Մկրտչյանն է կատարում եզրային նետումը Ռաֆայել Ազիզյան Նորից Մկրտչյան ու դեպի աճ ուղարկեց գնդակը, որտեղ Ալեքս Մանուչարյանն է շարժվում է առաջ Մանուչարյանը գնդակով, կա կենտրոնում Ակուլյանի տարբերակը ստացավ Ակուլյանը փոխանցում ձախից էլ միանում է Ազիզյանը, տեսնենք ինչ շարունակություն է մտածել Ակուլյանը փակվեց հարվածի ճանապարհը, այդ իսկ պատճառով ստիպված եղավ ետ ուղարկել Ռաֆայել Ազիզյան Ղանդիլյան ու կա խաղի կանոնների խախտում Ղանդիլյանի դեմ պայքարում եւ նորից ստանդարտ է վաստակում Ատլետիկոն ու նորից վտանգավոր դիրքում Եվ տեսնենք այս ստանդարտ ինչ է տալու արդեն Ատլետիկոյի ֆուտբոլիստերին Հիմա էլ մի անգամից 3 ֆուտբոլիստ են գնդակի մոտ Սարգսյան, Ազիզյան, Մանուչյան, բայց կարծես հիմա Մանուչյանն է պատրաստվում հարված կատարելուն Իհարկե նա կարող է նմանատիպ տարածություններից խոցել մրցակիցների դարպասը Կասուլիչը Մանուչյան, բայց այս անգամ բարձր ստացվեց մի փոքր Մանուչյանի հարվածը ու Ջուլակյանը կսկսի դարպասից Խաղարկում եմ գնդակը Դուրգարյանի հետ Դուրգարյան շատ լավ նկատեց Օհանյանի, բայց Մկրտչյանը ավելի շուտ արձագանքեց այստեղ գնդակին քան Օհանյանն էր Ղանդիլյան, աչ եզրով շարժվում է առաջ Արտուր Ղանդիլյանը բայց կորցրեց հետո գնդակ ու հիմա Կադիստ է շարժվում առաջ Շիրխանյան դեպի Ֆիդանյանը Սևադաոանյան դեպի Ղևոնդյան ուղարկեց Օհանյանը գնդակի տեղափոխություն Կարեն Շիրխանյանի ուղղությամբ շատ լավ փոխանցեց Ղևոնդյանը Շիրխանյան հարված ու բրավո Գասպարյան ինչ սեյվ դարպասապայից ինչ հարվածել կատարեց այստեղ Կարեն Շիրխանյանը իսկապես շատ լավն է Շիրխանյանի հարվածը, բայց կրկնակից ապահարությունները Գասպարյանին հեռավոր անկյունում նկատեց ու հեռացեց գնդակը, ահա այսպիսի դարպասաբաններ դեռ այո կան ֆուտբոլում, դեռ սիրողական մրցաշարերում, իսկապես շատ հաջող սեյվ Գասպարյանից տեսանք։ Հիմա եւս մեկ հարված ու այստեղ արդեն բարձրապես չմիջամտեց այս դրվագին Գասպարյանը։ Գասպարյան երկար փոխանցում Ֆիդանյանն է, այստեղ առաջին արձագանքում գնդակին Ղևոնդյան շատ լավ նկատեց Սոհանյանին ու կատարեց այս փոխանցումը Շիրխանյան եւս մեկ հարված ու հիմա էլ Ազիզյանն է կանգնում գնդակի ճանապարհին Օհանյան, բայց Ակուլյանը մնաց ոտքերի վրա այս իրավիճակում ու թույլ չտվեց մրցակցին շրջանցել իրեն, իսկ այստեղ Ավդալյանը խախտեց այո խաղի կանոնները
ու ստանդարտ տեսնենք ինչպես կհարկեն Կադիսի ֆուտբոլիստները։ Ֆիդանյանն է գնդակի մոտ։ Տեսնենք Ֆիդանյանը մոտենում է հարվածում, բայց Ավդալյանի վրա ընդունեց գնդակը ու վերջ առաջի խաղակեսը հենց այստեղ էլ ավարտվում է 1-0 հաշվով հաղթում է Կադիսը, բայց դիմակայությունում հավասարություն է այս պահին կարճ դադար, որից հետո կշարունակենք։ Սիրելի ֆուտբոլիստներն մեկնարկում է Ատլետիկո Կադիս հանդիպան երկրորդ խաղակեսը առայժմ Շիրխանյանի խփած գնդակի շնորհիվ հաղթում է Կադիսը 1-0 հաշվով այս խաղում, բայց հիշեցման կարգով ասեմ, որ դիմակայությունում էլ հավասարություն է այս պահին 2-2, քանի որ առաջի խաղում 2-1 հաշվով հաղթել է Երևանի Ատլետիկոն։ Եկեք վերիչենք թիմերի հայտարարությունները, սկսենք Ատլետիկոից, Աշոտ Գասպարյանը պաշտպանում է դարպասը համար 1, Արմեն Ավդալյան համար 6, Թոմաս Սարգսյան համար 8, Գագիկ Ակուլյան համար 9, նա թիմի ավագն է, Ռաֆայել Ազիզյան համար 11, Ալեքս Մանուչյան համար 13, Արտուր Ղանդիլյան համար 20, Ռաֆայել Մկրտչյան համար 22 եւ Ժորա Գևորգյան համար 80, թիմի գլխավոր մարզիչն է Հայկ Միրզոյանը, Կադիս, Հայկ Լալազարյանը պաշտպանում է դարպասը համար 1, Վարազդա Դուրգայան համար 3, նա թիմի ավագն է, Հայկ Ղևոնդյան համար 4, Կարեն Ավետիսյան համար 5, Սևադա Օհանյան համար 10, Արմեն Բաբախանյան համար 14, Սիրապիոն Բաբաբլոյան համար 22, Ռուբիկ Ջուլակյան համար 23, Կարեն Շիրխանյան համար 27 եւ Ռոբերտ Ֆիդանյան համար 80։ Եզից կնտնի հիմա Կադիսի ֆուտբոլիստները։ Ավետիսյանն է պատրաստում եզրային նետում իրականացնել։ Փոխանցում դեպի Ֆիդանյանը։ Ու դուրս չի եկել գնդակը դաշտի սահմաններից, ոչ Մկրտչյանը հիմա հեռացեց, այ արդեն հիմա եզից կնետի Կադիսը։ Այո, շատ արագ իսկապես Կադիսը կարողացավ բացել այս հանդիպման հաշիվը։ Ու իհարկե դրանից հետո էլ ավելի մեծացավ այս հանդիպման ինտրիգը։ Հիշեցնեմ այս զույգի հաղթողը 1/4-ում մրցելու է Սելտայի դեմով, այսօր հաղթարեց այդ խաղի 11 մետրանոց հարվածաշարով Մանչեսթեր Սիթի արգելքը ու շատ հետաքրքիր զույգ է իսկապես ձևավորվում 1/4-ում Սելտան Կադիսի կամ Ատլետիկո Երևանի դեմ։ Շիրխանյան տարավ իր այդ գնդակից ավելի ձախ, բայց շատ հեռու թողեց ու հազիվ հասավ այս գնդակին, հիմա տեսնենք ինչ շարունակություն կմտածի կա փոխացում Օհանյան Ղևոնդյան ու չի այդտեղում գնդակը ցանցում ոչ, բայց հիմա թերացում Ատլետիկոյի պաշտպանությունում ու հիմա Թոմաս Սարգսյանը հասցնում է հեռացնել գնդակը, ինչ էր կատարվում այս վարկյաններին Ատլետիկոյի տուգանային մատույցներում ու հիմա Ղևոնդյանի հարվածից հետո փրկվեց այս իրավիճակում այո Ատլետիկոն անցավ գնդակը դարպասապակ Գասպարյանից ու դարպասաձողից միայն անդրադարձ եղավ, որից հետո չհայտնվեց դարպասում, եզից կնետի Ավետիսյանը, բայց արդեն բավական երկար նետում է, բայց սխալ կատարեց եզային նետում ու եզից կնետի Ատլետիկոն Գևորգյան Մկրտչյան երկար փոխանցում առաջ Ավդալյանն էր այստեղ պայքարում Ջուլակյանի հետ, բայց Ջուլակյանը հետ փոխանցում հասցրեց կատարել Դուրգայանն էլ փորձեց հեռացնել, չստացվեց ու այստեղ էլ Ավետիսյանը մաքուր գործեց ու հարված կլինի Կադիսի դարպասից, այո Ղանդիլյանից դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից Շիրխանյան շարժվում է առաջ Շիրխանյանը, Ակուլյանն է դիմավորել նրան, Կարեն Շիրխանյան, բայց այստեղ բնած գնդակով Շիրխանյանը ամեն դեպքում այս բարդ իրավիճակում, իսկ հետո Գևորգյանի սահանկումը շատ շքեղ ստացվեց ու շարժվում է առաջ Ժորա Գևորգյանը դեպի Ալեքս Մանուչյանը, Մանուչյանն ընդունեց գնդակը Եվս մեկ փոխանցում դեպի Գևորգյանը, դեպի Աճ Ղանդիլյան
կա փոխանցում, բայց Օհանյանն է փակում գնդակի ճանապարհը ու շարժվում է առաջ հիմա Ֆիդանյանը, բայց Մկրտչյանը շատ հաջող պաշտպանվեց։ Մկրտչյան տեսնեք ի շարունակություն կմտածի դեպի Գևորգյանը։ Մանուչարյան գուցե հարվածի Մանուչարյանը, բայց այո, այդպես էլ արեց, բայց հարված է այստեղ դիպուկ չստացվեց Մանուչարյանի բարձր ընթացավ գնդակ ու հարված կլինի Հայկ Լալազարյանի պաշտպանած դարպասից։ Ջուլակյանը գնդակը կմցնի խաղի մեջ, Տուրգալյան, Կրկին Ջուլակյան, երկար փոխանցում առաջ, այստեղ Շիրխանյանը հասավ գնդակին ու այն պահեց դաշտի սահմաններում, դեպի կենտրոն Ֆիդանյան, իհարկե հիմա երկու թիմերը մի փոքր ավելի զգուշավոր ֆուտբոլ են մատուցում մեզ, քանի որ հաշվի առնում են իհարկե ոչ թե այս հանդիպման ելքայի դիմակայության, որտեղ հավասարություն է ու ամեն բաստողած կամ խփած գնդակից հետո իհարկե ամեն ինչ կտրուկ կարող է փոխվել։ Մկրտչյան շատ լավ փոխանցում, բայց այստեղ Ակուլյանը կարծում եմ չէր սպասում այս փոխանցմանը։ Ավետիսյան գնդակի տեղափոխություն դեպի աջ, Դուրգայանը ընդունել է գնդակ ու շարժվում է առաջ։ Ավդալյանը աշխատեց թիկունքից ու կարողացավ այստեղ խլը կատարել, բայց ինչ է այստեղ մնում է գնդակը Ատլետիկով Երևանի ֆուտբոլիստերի մոտ, այո, ես իսկ նետի Ատլետիկոն։ Գևորգյանն է ուղարկում գնդակը Մկրտչյանին։ Ակուլյան։ Տեսնեք ինչ շարունակություն է մտածում, հրաշալի փոխանցում դեպի Արտուր Ղանդիլյանը, ընդունեց գնդակը Ղանդիլյանը, կատարեց փոխանցում, բայց այստեղ Մանուչարյանի մոտ չստացվեց, Ավդալյան ինչ այստեղ չի սունում առաջ մրցավարը, տեսնենք կդիտի արդյոք դրվագի կրկնապատկերը թե ոչ։ Հիմա դադարեցնում է հանդիպումը, Եզրային նետում է ցույց տալիս, բայց ապահովության համար դրվագի կրկնապատկերը գալիս է դիտելու մրցավարը, որից հետո հասկանանք ինչ է տեղի ունեցել։ Շատ կարևոր պահ է հիմա իսկապես Կադիսի դարպասի ուղղությամբ 11-6 հարվածը նշանակված է ու Ատլետիկո Երևանի դարպասապահաշոտ Գասպարյանն է իրացնելու այս հարվածը, տեսնենք այսօր Գասպարյանը առաջի կեսում մեկ շատ հրաշալի սեյվ կատարել է եւ հիմա եթե դառնա գոլի հեղինակել ավելի կգեղեցկացի այդ ամենը Գասպարյան հաշիվը հավասար է 1-1 այս խաղում 3-2 դիմակայությունում Ատլետիկոն նորից ունի առավելություն։ Աշոտ Գասպարյան շատ վստահ հարված տեսանք Ատլետիկո Երևանի դարպասապահի կողմից, իսկապես պատասխանատվությունը վերցրեց իր վրա ու կատարեց այս հարվածը շատ բարձր մակարդակով, այստեղ հարվածեց այլ ուղղությամբ, քան նետվել է դարպասապահը Կադիսի ու այս խաղում հաշիվը հավասար է, բայց դիմակայությունում մեկ գնդակ ավել ունի հեղինակած Ատլետիկոն ու տեսնենք այս մնացած ժամանակահատվածում թիմերը ինչ կառաջարկեն մեզ։ Ես իսկ կնետի հիմա Ատլետիկո Երևանը Ղանդիլյան ուղարկում է գնդակը Մանուչարյանին դեպի Ավդալյանը ու այստեղ ես իսկ կնետի Կադիսը, այո, Ավետիսյանը փորձում էր հեռացնել, բայց Ավդալյանից դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից։ Ջուլակյան երկար փոխանցում առաջ, այստեղ Ակուլյանը երկրորդ հարգում առաջինն է արձագանքում, Մանուչարյան, բայց այստեղ Բաբախանյանը հաջող գործեց, Ակուլյանի վերադարձավ գնդակը,
Կա փոխանցում Թովմաս Սարգսյանի ուղղությամբ, այստեղ չկար արդյոք հաղթում ոչ։ Ֆիդանյան դերողություն կա փոխանցում ու այստեղ փակվեց Ֆիդանյանի փոխանցման ճանապարհը եզից կնետի Կադիսը հիմա արդեն հանդիպան լարվածությունը գնալով էլ ավելի կմեծանա։ Նորից եզրային նետում կտեսնենք։ Կա փոխանցումը Ֆիդանյանն է։ Ընդունել գնդակ ու կրկին եզից կնետի Կադիսը։ Ջուլակյան դեպի Շիշխանյանը փոխանցում հետևեց Շիշխանյանն էլ Ավետիսյանին էլ հարվածեց ու վաստակում է անկյունային հարված Կադիսը այս իրավիճակում։ Շիշխանյանը արդեն շտապում է իհարկե, պետք է արագացնել, ունի 10 րոպե Կադիսը այս իրավիճակից դուրս գալու համար, պետք է հեղինակել ընդամենը մեկ գնդակ ու փորձել այդ առավելությունը առնվազն պահել, բայց հիմա Ղանդիլյանը ուղարկում է գնդակը որքան հնարավոր է հեռու Լալազարյան։ Ուժեղ փոխանցում առաջ, այստեղ բայց գնդակը բաժին է հասնում ուղիղ դարպասապահաշոտ Գասպարյանին։ Դեպի Սարգսյանը Թոմաս Սարգսյան շատ լավ անցում Սարգսյանից տեսնենք Սարգսյան բայց հարվածով մի փոքր թույլ ստացվեց ամեն դեպքում վտանգավոր էր ու Լալազարյանը վերջի պահին միայն հաստրեց կողմնորոշվելու հեռացնել գնդակը անկյունային է իրականացնելու հիմա Ատլետիկոն Ղանդիլյան կա փոխանցումը Ակուլյան ու չնստեց գնդակը Ակուլյանի ոտքին հիմա էլ Ակուլյանը կորցնում է եւս մեկ հրաշալի հնարավորություն դարպասը գրավելու այս իրավիճակում Ավետիսյան Ավետիսյանը հասցրեց ամեն դեպքում այստեղ կատարել փոխանցում բայց կորցրին գնդակը Կադիսի ֆուտբոլիստները Սարգսյան Ղանդիլյանը մի փոքր ավելի հեռու էր քան կատարեց փոխանցում Սարգսյանը Մանուչարյան ու Ավետիսյանն է փակում գնդակի ճանապարհը եւ հիմա նետվում է առաջ Կադիսը Սևադա Օհանյան ձախից կա Շիշխանյանը բայց փոխանցումը թույլ ստացվեց ու Ղանդիլյանը հաստրեց ամեն դեպքում փակել գնդակի ճանապարհը ուժեղ փոխանցում առաջ Ջուլակյանը այստեղ իջեցնում է գնդակը Այդ փոխանցում Լալազարյանին երկար փոխանցում առաջ բայց Գագիկ Ակուլյանն կրկին վերահասնում այստեղ գնդակը Ակուլյան հարված Ջուլակյանն իր վրա ընդունեց եւս մեկ հիմա էլ փոխանցում վտանգավոր է ու այս իրավիճակում վաստակում է անկյունային հարված Ատլետիկո Երևանը այո Կա փոխանցումը Ազիզյան չընդունեց ֆիքսեց ավելի ճիշտ կլինի ասել ընթացքից գնդակը Ազիզյան ու հարվածը շեղությամբ ստացվեց Լալազարյան երկար փոխանցում առաջ Ֆիդանյանը իջեցեց գնդակը Սևադա Օհանյան դեպի Դուրգալյանը այդ փոխանցում Ջուլակյանի ուղղությամբ Կարեն Ավետիսյան Վարկում է գնդակը Ֆիդանյանին Կրկին Ավետիսյան Բարձից փոխանցում Տուկանային հրապարակ ու Սարգսյան այստեղ հեռացնում է գնդակը բայց ոչ այնքան հեռու Բաբաբլոյան թողեց գնդակը դուրս գա դաշտի սահմաններից ու եզից կնետի հիմա Կադիսը Կա փոխանցումը Մկրչյանն առաջինն է Դուրգադյան դեպի Բաբաբլոյանը փոխանցում կատարեց Եվս մեկ փոխանցում ու Գասպարյանը այստեղ վերցնում է գնդակը առանց որևէ խնդիրների
Գևորգյան շարժվում է առաջ աչքի եզրով ուղարկեց գնդակ Արտուր Ղանդիլյանին շատ լավ դեր Ղանդիլյանի փոխանցումը դեպի Ալեքս Մանուչյանը եւս մեկ փոխանցում բայց Սարգսյան այլ ուղղության վրա է սպասում գնդակին քան կատարեց Մանուչյանն այս փոխանցումը Շիշխանյան Կա փոխանցում բայց Գևորգյանը տեսեք ինչպես հաջող գործեց հիմա պաշտպանության կենտրոնում Բաբաբլոյան Բայց փակվում է հիմա այդ Բաբաբլոյանի փոխանցման ճանապարհը Սևադա Օհանյանը վերադարձնում է գնդակը Կադիսի համար Օհանյան վտանգավոր է Օհանյան հարված փակվեց հարվածի ճանապարհը Մկրտչյանի կողմից ու վաստակում է անկյունային Կադիս այս իրավիճակում Տեսնենք անկյունային է ինչ կտա հիմա Կադիսի ֆուտբոլիստերին Կատարված է փոխանցումը Սարգսյանը հեռացեց Ազիզյանն ընդդեմ Դուրգայանի պայքար բայց այստեղ թիկունքից լավ աշխատեց Դուրգայանը Ֆիդանյան հարված ու փակվում է հիմա Ֆիդանյանի հարվածի ճանապարհը եթե չեմ սխալվում Մանուչյանը կանգնեց գնդակի ճանապարհին Կատարված է Եզրայինը հեռացեցին Ատլետիկոյի ֆուտբոլիստները, բայց ոչ շատ հեռու Շիշխանյան հարված բարձր է ստացվում Շիշխանյանի հարված ու հարված կլինի Աշոտ Գասպարյանի պաշտպանած դարպասից Ուժեղ փոխանցում Գասպարյանից դեպի Ղանդիլյանն ու այստեղ Ավետիսյանն է գնդակը հեռացնում դարձի սահմաններից դուրս ես իսկ կնետի Ատլետիկոն Մանուչյան Մի փոքր հեռու թողեց, բայց հաստրեց փոխանցում կատարել Գևորգյանին էլ դեպի Ակուլյանը, բայց չընդունեց Ակուլյանը այստեղ գնդակը Ջուլակյան դեպի Դուրգայանը շարժվում է առաջ Կադիսը Շիշխանյան, բայց Գևորգյանն է թիկունքից լավ աշխատում, մնաց գնդակը Շիշխանյանի մոտ ամեն դեպքում ու նորից Գևորգյանը ազդուրացաբար է գործում այս իրավիճակում Մանուչյան դեպի Ակուլյանը ձախից կատարվելակ, բայց փոխանցումը այստեղ Ակուլյանի մի փոքր թույլ ստացվեց, հետո Սարգսյանը վերականգնեց Ավետիսյան լավ գործողություն, լավ փոխանցում Շիշխանյանի ուղղությամբ ու ծափարություններ նորից դարպասապակ Գասպարյանին ինչ անում այսօր դարպասում Աշոտ Գասպարյանը շատ հրաշալի հանդիպում է իսկապես անցկացնում դուրս եկավ դարպասից ու կարողացավ հեռացնել գնդակ այլապես Շիշխանյանը պատրաստ էր եզրափակել այդ փոխանցումը Մկրտչյան Շարժվում է առաջ Մկրտչյանը որքան տարածություն հաղթարեց միայնակ բայց այստեղ Դուրգայանը հաջող է պաշտպանվում ու հարված կլինի Լալասարյանի դարպասի Ջուլակյանը ուղարկում է գնդակ առաջ այստեղ չկա ոչ ոք ու իհարկե Ակուլյանը շտապելու ոչ մի պատճառ չունի Շատ լավ նկատեց Ազիզյանին, բայց Ֆիդանյանը թիկունքից լավ մոտեցավ ու խլում կատարեց Սևադա Օհանյան դեպի Կարեն Շիշխանյանը, բայց Այո, ձեռքով խաղ է նշանակել մրցավարը, այո դիպավ գնդակը Ատլետիկո Երևանի ֆուտբոլիստի ձեռքին ու բավական վտանգավոր դիրքում հիմա Կադիսը վաստակում է տուգանային հարվածի հնարավորություն Ու տեսնենք Շիրխանյանն ու Ավետիսյանն են գնդակի մոտով հարվածը կատարի, կարծես Շիրխանյանն է պատրաստվում հարվածը կատարելուն ու շատ վտանգավոր եւ լարված պայ է հիմա իսկապես Ատլետիկոյի դարպասի ուղղությամբ։ Կա մրցավարի սուլիչը Կարեն Շիրխանյան, հարվածը նույնպես կա, բայց պատը ի վրա ընդունել Շիրխանյանի կատարած հարվածը Ղանդիլյանն որքան հնարավոր է հեռուն ուղարկեց գնդակը։ Ու փոփոխություն հիմա կլինի Ատլետիկո Երևանի կազմում։ Ավդալյանը վերադառնում է խաղադաշտ ու խաղադաշտը լքեց Արտուր Ղանդիլյանը, կա մրցավարի սուլիչը, հիմա Ֆիդանյանը ուղարկում է գնդակը առաջ,
բայց գնդակը բաժին է հասնում Աշոտ Գասպարյանին, ով ուղարկեց այն Ավդալյանի ուղղությամբ, Ավդալյան աչի եզրում է Արման Ավդալյանը, կա Ազիզյանի տարբերակը, բայց փոխանցումը փակվեց Ավետիսյանի կողմից, դաշտի միջին հատվածում պայքար, Ավդալյանը կրկին վերականգնեց այստեղ գնդակը Ատլետիկոյի համար, Տուրկանյան շատ լավ փոխանցում դեպի Բաբաբլոյանը, դեպի Շիխանյանը փոխանցում, բայց Ակուլյանը այստեղ առաջինը արձագանքեց գնդակին, հետո էլ արդեն խախտեց խաղի կանոնները Գագիկ Ակուլյանը ու հիմա ստանդարտ է վաստակում կրկին Կադիսը, վերջին րոպեներն են հանդիպան ու տեսնենք այս րոպեները ինչ կտանի արկի առաջին հերթին Կադիսի ֆուտբոլիստերին, եթե խփի մեկ գնդակ Կադիսը, ապա կդիտենք հարված աշար, եթե չհեղինակի Կադիսը ոչ մի գնդակ, ապա Ատլետիկոն կհայտնվի 1/4 եզրափակիչում, կամ մրցավարի Սուլիչը Ֆիդանյանն է գնդակի մոտ, փոխանցում, բայց հենց Ակուլյանն էլ հեռացնում է գնդակը, Դուրգայանը Ազիզյանը հարակացել է, այստեղ լավ չհասկացան միմյանց Լալազարյանն ու Դուրգայանը, արդյունքում Ազիզյանը կարող է վերջակետը դնել, այո, 3-2-1 այս խաղում ու Ատլետիկոն այս գոլով գնում է դեպի 1/4 Ռաֆայել Ազիզյան 2-1 այս խաղում 4-2 ընդհանուր դիմակայության արդյունքը 2 գնդակի առավելություն ունի Ատլետիկո Երևան ու այս սուղ ժամանակահատվածում արդեն Կադիսը կարծում եմ ժամանակի տեսանկյունից չի հասցնի երկուսը հեղինակել, հիմա վտանգավոր դիրքում ամեն դեպքում ստանդարտ վաստակում են Կադիսի ֆուտբոլիստները տեսնենք այս ստանդարտ ինչ կտա հիմա Կադիսին իսկապես չհասկացան միմյանց դարպասապանն ու պաշտպանը նախորդ դրվագում Կադիսի ու արդյունքում օգտվեց Ատլետիկո Երևանը այդ հնարավորությունից կարող էր Ավդալյանը գրավել դարպասը, բայց կատարեց փոխանցում ու Ազիզյանը խնդիրներ չունեցավ գրոյի եզրափակիչ մասում ուղարկելով գնդակը Լալազարյանի պաշտպանած դարպասը հիմա եթե այս ստանդարտից կարողանան գոլի հեղինակ դառնալ Կադիսի ֆուտբոլիստները այդ վերջին գրոյի հնարավորությունը կարծում եմ կստանան նաև այս դրվագից հետո բայց պետք է այս ստանդարտը լավ օգտագործել, տեսնենք ով կարվածի, Ջուլակյանը կարծես, կա մրցավարի Սուլիչը, Ջուլակյան, բայց պատնի վրա ընդունեց Ջուլակյանի կատարած հարվածը, Ֆիդանյանն էլ ավելացեց, բայց այստեղ Սարգսյանը առաջինի արձագանքում գնդակին, շատ հաջող փոխանցում Ավդալյան կարող է մեծացնել Ատլետիկոյի առավելությունը, Ավդալյանը փոխանցում Ակուլյանին, Ակուլյան, բայց Լալազարյանը փրկում է 5-րդ դրվագում չի կարողանում փրկել 3-1 այս խաղում Ատլետիկոն մեծացեց իր առավելությունը ու վերջ այս գոլով էլ ավարտվում է հանդիպումը դիմակայությունն ավարտված է շատ հետաքրքիր հանդիպում իսկապես դիտեցին 3-1 հաշվով Ատլետիկոն հաղթեց այս խաղում 5-2 հաշվով ընդհանուր դիմակայությունում ու Ատլետիկո Սելտա զույգը ձևավորվեց Վինտեր Քափի 1/4 եզրափակիչում Այս հանդիպումով խաղային շաբաթը մեզ մոտ ավարտված է բարի գիշեր ու ամենայն բարիք